Մեզանում ընդունված է, որ եթե ծնողը աշխատում է դպրոցում, ապա իր երեխաները պետք է հաճախեն այդ դպրոցը։ Ավելին, ես գիտեմ մարդկանց, ովքեր դարձել են ուսուցիչ այն պահին, երբ իրենց երեխաները գնացել են դպրոց, որպեսզի կարողանան վերահսկել իրենց երեխաների կրթությունը աշխատելով նույն հաստատությունում։ Կան անգամ մարդիկ, ովքեր երբ ունեցել են դպրոցահասակ երեխաներ, որոշել են հիմնել դպրոցներ, որպեսզի իրենց երեխաները հաճախեն իրենց ցանկացած դպրոցը։ Բայց արդյոք լավ բան է, երբ երեխան հաճախում է այն դպրոց, որտեղ աշխատում է իր ծնողը։ Արդյոք դա չի բերում խնդիրների։ Եկեք այսօր տեսնենք, թե ինչ հետևանքներ դա ունի եւ ինչ է պետք անել, որպեսզի այդ հետևանքները մեղմանան։ Իրականության մեջ մենք լավ գիտենք, որ անգամ եթե ամուսինները աշխատում են նույն հաստատությունում, դա բերում է խնդիրներ ընտանիք։ Հիմա ես չեմ ուզում դրա մասին երկար խոսել, բայց կան մի քանի պարզ հանգամանքներ, որոնք միանգամից առաջ են գալիս, օրինակ աշխատանքային խոսակցությունները տուն բերելը, օրինակ աշխատանքային հարաբերությունների ազդեցությունը ընտանիքում միջավայրի վրա եւ այլն։ Էլ չեմ ասում, եթե աշխատանքում լինում են աշխատանքային կոնֆլիկտներ, որոնք դառնում են նաեւ տան մեջ լուրջ իրադարձությունների սկիզբը եւ այդ անիրադարձությունների շարունակություն են դառնում։ Այդ նույն հանգամանքը, բայց ավելի նուրբ գոյություն ունի նաեւ այն դեպքում, երբ որ երեխան հաճախում է դպրոց, որտեղ աշխատում է իր ծնողը։ Երեխան հայտնվում է կարծես ապակե տանը, իր անձնական կյանքը, որը դպրոցի մնացած երեխաների շփման մեջ է իրականացվում։ Երեխայի այդ սեպարացիան ծնողներից, անջատումը ծնողներից այդպես է լինում։ Նա գտնում է այլ սոցիալական միջավայր, որի մասին ծնողը շատ բան չգիտի։ Դա չի իրականանում։ Դպրոցը դառնում է ընտանիքի շարունակությունը, ընտանիքը դառնում է դպրոցի շարունակությունը, եւ երեխայի համար դա շատ դժվարացնում է իր սոցիալական կայացումը դպրոցում։ Երկրորդը, որ դրա շարունակությունն է, երեխաների շատերի համար առաջանում է վստահության խնդիր։ Արդյոք եթե քեզ պատմեմ մի բան, դու չես պատմի դա քո ծնողին, որը իմ ուսուցիչն է, եւ դա կարող է ինձ համար հետևանքներ ունենալ։ Եվ շատ երեխաներ այդ պատճառով իրենց զգում են մեկուսացված եւ շատ հաճախ շատ միայնակ, որովհետեւ այդ հենց որ հարցը վերաբերում է ինչ որ նուրբ պահերին, որոնք երեխաները ամեն կերպ փորձում են թաքցնել իրենց ծնողներից եւ ուսուցիչներից, այդ պահերին այս երեխան իրենց համար դառնում է վտանգավոր հանգամանք եւ իրենք սկսում են այդ ուսուցչի երեխային հեռացնել իրենցից։ Երրորդ պահը, որը տրամաբանորեն կապված է այս երկուսի հետ, դա ճնշումն է երեխայի վրա, որքան որ նա ուսուցչի երեխա է, նա պետք է լավ արդյունքներ ցույց տա։ Իրենից բոլորը ակնկալում են դա։ Բայց չես ամաչում, քո ծնողը դպրոցում ուսուցիչ է, իսկ դու ինչպես դու կարող ես վատ սովորել, եթե քո ծնողը ուսուցիչ է եւ կամ այդ նույն խոսակցությունը արդեն ծնողի ներկայությամբ երեխաների մոտ, բա արդյոք եթե դուք մեզանից պահանջում եք լավ սովորել, ձեր սեփական երեխային տեսեք, նա ինչպես է սովորում։ Եվ դա բարդացնում է այդ երեխայի վիճակը, նա ընդհանրապես մեղավոր է զգում, շատ մեղավոր է զգում, խայտարակում է ծնողին եւ այլն, եւ նա ամեն գնով ձգտում է լավ սովորել, որը եւ կամ ինչը ոչ միշտ է որ լավ է, որովհետեւ այդ ճնշումը շատ հաճախ կարող է բերել ստրեսների, կարող է բերել լուրջ խնդիրների, հոգեբանական խնդիրների եւ այլն։ Հիմա նայենք այս ամենին ծնողի տեսակետից կամ ծնողի աչքերով։ Ինչ խնդիրներ կան եւ ինչ հանգամանքներ են այստեղ առաջանում։ Առաջինը դա շահերի բախումն է։ Ծնողը որպես ծնող եւ ծնողը որպես ուսուցիչ շատ հաճախ հակադիր դերերում են հայտնվում։ Նա որպես ծնող ունի որոշակի ցանկություններ երեխայի հետ կապված, որ իր տեսակետից դպրոցը չի ապահովում։ Սակայն նա որպես ուսուցիչ
գիտակցում եւ հասկանում որ ամեն բան չի որ կարող է անել դպրոցը։ Եվ այդ հակասությունը շատ հաճախ կարող է բերել նրան, որ իր ծնողական թևը հաղթի եւ նա գործի որպես ծնող, այլ ոչ թե որպես ուսուցիչ, եւ կամ վերաբերվի որոշ հարցերին որպես ծնող, այլ ոչ թե որպես ուսուցիչ, ու դա կարող է բերել ներքին տրոհումներին, կոնֆլիկտներին գործընկերների հետ եւ այլն։ Երկրորդ խնդիրը դա այն է, որ իր գործընկերները շատ հաճախ կզգուստեն խուսափել որոշակի խոսակցություններից կամ քայլերից իր նկատմամբ ակնկալելով, որ նա որպես ծնող դրան կարող է արձագանքել ոչ այնպես, ինչպես ցանկալի է։ Քանի որ նա նաև իրենց գործընկերն է եւ չեն ուզում գործընկերոջ հետ հարաբերությունները փչացնել։ Օրինակ ինչ որ բաներ չեն պատմի, ինչ որ դեպքերում երեխային թույլ կտան այն, ինչ այլ երեխաներին թույլ չեն տալ, որ ավելորդ խոսակցություններ չունենան իրենց գործընկերոջ հետ եւ այլն։ Ամեն անգամ կորոշեն, թե խմբով քննարկելով առանց այս ծնող ուսուցչի ներգրավման արդյոք այս դեպքում ինչպես գործեն եւ շատ տարօրինակ իրադարձություններ կարող են լինել անհասկանալի որպես գործընկերների հարաբերությունների մեջ դրա հետևանքով։ Եվ երրորդ խնդիրը, որը շատ հաճախ լինում է, դա երբ որ քանի որ ծնողը արդեն ներկա է դպրոցում, նա որպես արդեն ծնող կարող է հատել այս սահմանները, որոնք դրված են ծնողների առջև։ Օրինակ, կարող է դասի ժամանակ մտնել դասարան եւ ասենք երեխային ինչ-որ բան փոխանցել, ներողություն խնդրելով գործընկերոջից։ Բնականաբար գործընկերը ստիպված կլինի թույլ տալ, բայց բնականաբար ցանկացած այլ մարդու համար, ով ծնող է, զուծնող է, դա անթույլատրելի է։ Խոսակցություններ երեխայի մասին, ասենք ուսուցչանոցում, բայց գիտես, չես պատմի այսօր Անահիտը ինչպես էր, ես մի քիչ անհանգիստ եմ։ Դպրոցները սովորաբար ունեն որոշակի միջոցներ կամ ձևեր, ինչպես են իրենք հաղորդակցում ծնողների հետ, եւ ամեն պահին չէ, որ ուսուցիչը ակնկալում է ծնողի հետ խոսակցություն, այն էլ համապատրաստից, այն էլ ինչ որ ոչ այնքան հաջող համատեքստում, եւ դա կարող է լրջորեն վնասել միջանձնային հարաբերություններին, բերել խնդիրների եւ իրականում բերել նրան, որ շատերի մոտ կառաջանա ցանկություն այս երեխայի հետ որոշակի այլ հարաբերություններ հաստատել, որպեսզի հանկարծ ծնողի հետ խնդիրներ չլինեն։ Նորից վերադառնում ենք նրան, որ այդ երեխան դառնում է սպիտակագրավ շատերի աչքերում, քանի որ ծնողը աշխատում է դպրոցում։ Եվ դրա հետևանքով նաև արդեն անդրադառնալով գործընկերների, իրենք անընդհատ շատ զգուշավոր են լինելու։ Հանկարծ այս երեխայի հետ հանկարծ երեխան ցածր գնահատական չստանա, իրեն ավելի բարձր գնահատականներ կդնեն ամեն դեպքում, որովհետև դարձյալ կարող է խնդիր լինել, միգուցե ինչ-որ բան կօգնեն, քննության ժամանակ ավելի զիջող կլինեն եւ այլն, որովհետև գործ ունեն գործընկերոջ հետ, այսօր վաղ այդ երեխան լքելու է դպրոցը, ավարտելու է, իսկ մենք այս մարդու հետ երկար տարիներ պետք է աշխատենք, գործ չունենք, իմաստ չունի հարաբերություններ փչացնել եւ այլն։ Ինչը իրականում իհարկե վնասում է երեխային։ Նաև հակասում է դպրոցի սկզբունքներին, եթե դպրոցը ձգտում է լինել սկզբունքային իր մոտեցումներում եւ այլն, նման իրադարձություններ նման են կոռուպցիային։ Իրենք վնասում են, կարող են շատ զգալիորեն վնասել դպրոցին, որտեղ բոլորը դա տեսնում են, դա տեսանել է նաև այլ ծնողներին, տեսանել է երեխաներին եւ հարցեր է առաջացնում։ Խալխլում է դպրոցի հետևողականությունը եւ միջավայրը։ Հայկական իրականության մեջ սրան ավելանում են այլ հանգամանքներ։ Բնականաբար առավելևս փոքր համայնքներում կամ փոքր դպրոցներում բոլոր դպրոցների ուսուցիչները նաև շատ հաճախ ընկերներ են, մտերիմ ընկերներ են, ընտանիքներով իրար ճանաչում են, երեխայի նկատմամբ նաև կա համընդհանուր սեր կամ ընտրողականություն, սիրո վրա հիմնված։ Դա էլ է հանգամանք, որը դարձյալ ազդեցություն է ունենում։ Մենք նաև ունենք մեր միջավայրներում բամբասանք, որպես երևույթ շատ հաճախ, եւ ցավոք այդ բամբասանքը տարածում է ոչ միայն գործընկերների վրա, այլ նաև իրենց զավակի վրա, եւ երեխաները շահարկվում կամ իր անունն է շահարկվում այդ բոլոր խոսակցությունների մեջ։ Էլ չեմ ասում, որ շատ հաճախ
այդ բաբասակները կարող են հասնել երեխայի ականջին եւ շատ ցավեցնել իրեն։ Երեխան երբեք չի պատմի դա ծնողներին, բայց իր համար ահավոր տհաճ կլինի։ Երեխաները միշտ լսում են մեծերի խոսակցություններ եւ հետո իհարկե կփոխանցեն իրենց ընկերոջը եւ նա կիմանա ինչ որ մի բան իր ծնողի մասի, որ նա երբեք չպիտի իմանար եւ դեպքերի մեծամասնության մեջ դա բացարձակ սուտ է, բայց նա կարող է դրան հավատալ եւ դուք պատկերացնում եք ինչ հետևանքներ է դա բերում ընտանիքներ, երեխաների եւ ծնողների հարաբերությունների մեջ եւ այլն։ Հիմա ինչ կարելի անել, որպեսզի այս վտանգները փարատվեն կամ նվազեցվեն։ Առաջինը, իհարկե հիմքում սկզբունքայնությունն է։ Ծնող ուսուցիչը պետք է պարտավորվի հստակ բաժանել դերերը։ Այս պահին ես եկել եմ ծնողական ժողովի որպես ծնող եւ ինձ որևէ դրվագում չեմ դրսևորում որպես ուսուցիչ։ Անգամ չեմ մտնում ուսուցչանոց, շփվում եմ միայն բոլոր մնացած ծնողների համար հատկացված ձևաչափերով, չեմ խախտում սահմանները եւ որևէ տեղ չեմ խախտում սահմանները։ Հենց որ խոսակցությունը վերաբերում է իմ երեխային, ես միայն եւ միայն ծնող եմ։ Դա շատ դժվար է անել, բայց եթե մենք մտածում ենք երեխայի մասին, դա շատ կարեւոր է անել։ Հենց այդ դեպքում, տեսնելով դա, մնացած երեխաները կվերաբերվեն իրենց դասընկերոջը որպես հավասարի, չի լինի այդ արհեստական անհավասարությունը եւ երեխան դրանից միայն եւ միայն կշահի։ Երկրորդը, երեխային պետք է վստահեցնել, որ ինչ որ եղել է դպրոցում, մնում է դպրոցում։ Դա չի գալիս տուն։ Անկամ եթե ծնողը որպես ուսուցիչ տեղեկացվել է մի ինչ որ իրադարձության մասին, որ վերաբերում է իր երեխային, որ նա հենց որպես ուսուցիչ է դրա մասին իմացել, դա երբեք չի քննարկվում տանը։ Տանը կարծես թե ես որպես ծնող դրա մասին չգիտեմ անգամ, չեմ խոսում դրա մասին։ Անգամ եթե երեխան մոտենում է, դուք ուղղակի ասում եք դպրոցում դրա մասին կխոսենք։ Այստեղ մենք դրա մասին չենք խոսում։ Ես այստեղ քո մայրիկն եմ կամ հայրիկն եմ, ես որպես մայր կամ հայր դրա մասին ոչինչ չգիտեմ։ Որպես ուսուցիչ ես կորոշեմ, թե դրանում ինչ դերակատարում եմ ունենալու, հավանաբար նվազագույն հնարավոր է։ Եվ սա արդեն երրորդ կետն է։ Հենց որ հարցը վերաբերում է երեխային եւ ուսուցչական ինչ-որ որոշման երեխայի շուրջ, ծնողը պետք է այդ հարցի քննարկումից դուրս մնա։ Նա որպես շահագրգիռ կողմ, նա որպես մարդ, ով ունի շահերի կոնֆլիկտ, պետք է դուրս գա այդ խոսակցություններից, չմասնակցի դրանց, որպեսզի չպարտավորեցնի մնացածներին, չստեղծի բարոյական խնդիրներ, չստեղծի առաջնահերթորեն մեծ խնդիրներ իր սեփական երեխայի համար, որտեղ երկարաժամկետ առումով երեխան միշտ դրանից կտուժի։ Կարծում եմ, որ այն ամեն ինչ ասացի, այսպես թե այնպես շատերը գիտակցում են եւ հասկանում են։ Եվ երևի թե սկզբունքային նոր բաներ չասացի։ Սակայն այս ամենից կարելի անել հետևություն, որ ավելի լայն է, քան այն թեման, որ այսօր նախաձեռնեցի ներկայացնել։ Դա այն է, որ դպրոցը պետք է լինի արժեքային միջավայր։ Դպրոցներում պետք է լինեն սկզբունքներ եւ սկզբունքային վարքագիծ։ Մենք պետք է գիտակցենք, որ եթե մենք խախտում ենք մեր սկզբունքները այս կամ այն հանգամանքներով առաջնորդվելով, լինի դա ծնողական սեր, լինի դա հատուկ վերաբերմունք մեր գործընկերոջը եւ այլն, մենք վնասում ենք եւ ոչ միայն այն երեխային, որ դառնում է այդ ամենի մասնակիցը, այլ նաեւ դպրոցին, որտեղ շատ շատերի համար կլինեն հատուկ մարդիկ, հատուկ հանգամանքներ, արտոնյալներ եւ այլն։ Եվ այդ մտածողությունը կտարածվի նաեւ հետո հասարակության վրա եւ մենք դարձյալ հասարակության մեջ կունենանք այդ նույն մտածողությունը արտոնյալ, ԽՑԲ, հարազատության հատուկ տեղ տալը եւ այլն, որը վաղ թե ուշ բերում է անարդյունավետության եւ պարտությունների։ Մեր խնդիրների մեծ մասը սկսում են դպրոցներից։ Եվ այսօր ներկայացված դրվագը ընդամենը դրանցից մեկն է։ Կան եւ այլ դրվագներ։ Բայց եկեք մենք լուծենք մեր խնդիրները դրվագ
դրվագի ետևից եւ եկեք սկսենք այս մեկ հանգամանքից, որը շատ հաճախ է լինում մեր դպրոցներում եւ ես կոչ եմ անում այն ծնողներին, որոնք աշխատում են դպրոցներում, հատուկ ուշադրություն դարձնել այսօրվա մեր խոսակցությանը, որովհետեւ դա հույժ կարեւոր է եւ իրենց համար, եւ իրենց երեխաների համար, եւ դպրոցների համար, եւ բոլորիս համար։